Բարի օր, շատ ուրախ եմ եւ շատ շնորհակալ եմ Վարդան, որ մենք այս հանդիպումը կազմակերպել ենք յուրատուկ օր այսօր։ Ինչն է համալությունը մեր համար եւ ինչի այս տոնը ոնց ենք նայում որպես հայ Հայաստանի քաղաքացի եւ հայ ազգի համար համալությունը նոր երրորդ հանրապետության, որ արդեն չի եղել, ոնց եւ բայց հանգստյան օր է եւ մարդիկ ոնց են վերաբերում դրան, ինչքան է դա կարեւոր հասկանալ համալության կարեւորությունը ժողովրդի մեջ, էլիտայի մեջ, չգիտեմ, ինչքան ընդհանրապես համալությունը կարևոր է, թե կարևոր չէ եւ իր ոնց է ինքը կազմակերպված, ոնց է դիրքորոշումը, ինչա մեջ գրած, որտեղ մենք գիտենք Ստալինի մոտ ամենալավ համալությունը Ստալինի ժամանակ 36 թվականի գրած համալությունն էր, ամենաճիշտ բառերը այնտեղ են գրված եղել։ Ինչքան այդքան կարևոր է։ Սահմանադրությունը ընդհանրապես երկու մոտեցում կա, որ ինքը շատ կարևոր է, բայց կա մոտեցում, որ ինքը ընդհանրապես գլխավոր օրենքն է։ Ես ոչ այտենց այն մեկի կողմնակիցն եմ, ոչ այն մեկի։ Ինքը խաղի կանոններ է, որը որ գրվում է տարբեր երկրներ ստեղծելուց, օրինակ մեր կողմից սիրված կամ իրոնիայով սիրված Իսրայելը սահմանադրություն որպես այդպեսին չունի։ Սահմանադրական, ասենք, միապետություն Բրիտանիան սահմանադրություն չունի, ինքը հիմնված է 1216 թվականի թե 15 թվականի խարտիայի վրա, այո։ Ինքը խաղի կանոնների գլխավոր բանն է, էլի կանոնն է։ Դրա մեջ արտառոց ոչ մի բան չկա։ Այդ օրենքը կազմելու մեջ կարծում եմ պարբերաբար իրան թարմացնելը ճիշտ է։ Ստալինյան բանը, սահմանադրությունը ես որպես իրավաբան եմ, էլի, ասենք, սովորելու ընթացքում եմ ծանոթացել, չեմ ասի, թե ամենը լավն էր։ Չէ, դա ճիշտ բառեր են գրված, ճիշտ հայտարարությունն են, չէ, ամենալավն էր այն բանը, որ եթե կարդայիր եւ ասեիր գաղափարները, հայտարարված արժեքները, հայտարարված իրավունքները մարդկանց, ասես դրանից ինչ այդ երազանքը մարդկանց վերջապես իրականացվել է, բայց իրականությունը լրիվ տարբեր է։ Իմ հարցի մեջ Ավելի ոչ թե համալության ինչքան լավն է թե վատն է, ինչքան է կարևոր համալության այդ օրենքը, ինչ որ մենք ասում ենք, դառնա իսկապես իրականությունը կյանքի մեջ, որտեղ կարող է ամենալավ թղթերի գրած բանը եւ չաշխատող մեր հասարակության մեջ։ Մենք չունենալով երկար ժամանակ պետություն, խաղի կանոնները գրել էր ժողովուրդը, հիմնվելով Աստվածաշնչի վրա, այն կարևորագույն բաները, բայց հիմնվելով միայն իրականում կար, ոնց որ ասում են, правило общежития, այնց մարդիկ իրար հետ ինչ-որ կանոններ էին կազմել ու ամեն ընտանիք մաքսիմալ աշխատում էր համապատասխաներ այդ կանոններին, երեխեքին դաստիարակում էր այդ բանի մեջ, ուղղության մեջ, ասենք քարի մեջ արուն կա, բալաջան քարը մի խփի, որտեղ մանկա չէ, մի սպանիր եւ այլն։ Մի գողացի, ձու գողացողը, ասենք, ձիել կգողանա։ Ես դրա մեջ եսի ինչ արտարոց բան չեմ տեսնում, էլի, որ այդ համակեցության կանոնները օրենքն էլ է, էլի դա։ Դա պետության ֆունկցիան է, բայց պետություն չունեցող ազգերն էլ ունենում են նման կանոններ ու հարյուրավոր տարիներ ու հազարավոր տարիներ։ Հрьяաները 2000 տարի պետություն չեն ունեցել, բայց ունեցել են կանոններ, ոնց իրանք իրար մեջ վերաբերվեն, ասենք, մեկը մյուսին, ինչ վերաբերմունք լինի, ասենք, բանին, բիզնեսին, արդար եւ այլն եւ այլն։ Կամ ոչ արդար, օրինակ Հնդկաստանում իրանց կաստաների մեջ, եթե դու արևտրական ես, խաբելը դա ոչ մի բան չկա, որտեվ արևտրականին թույլ է տրվում մյուսին խաբել։ Եթե խաբում ես ուրիշի։ Հա, եթե ուրիշին խաբում ես։ Եթե դու խաբում ես իրանց, ասենք, համայնքից ինչ-որ մեկին, դա արդեն պատժելի արարք է եւ այլն։ Միջայլոց մուսուլմանության մեջ էլ, ասենք, կրոնական բան կա, որ օրինակ ստրկությունը թույլատրելի է, բայց մուսուլմանին իրավունք չունի ստրկության մեջ պահես։ Երբ որ դու Ղուրանի վրա երդվում ես, քո խոսքը սրբություն պես պետք է պահես, եթե դու այդ խոսքը տվել ես քո բանին, էլի իսլամական հավանանքի, ոնց որ ասած։ Համաձայն եմ, բայց ես ինչ եմ այդ հարցը բարձրացնում համալության, ոչ թե որտեղ այսօր ենք հանդիպել, բայց
Դու նայես պատմության մեջ իհարկե օրենքը կա եւ ոչ ֆորմալ այն ինչ խոսում ենք ինչ կարելի է, ինչ չի կարելի, ինչն է լավը, что его хорошо, что такое плохо, չէ՞, կողքը սին пришел к отцу, այդ բացատրությունը մենք բոլորս հիշում ենք սոցիալական այդ շատ կարևոր հարցն է։ Ինձ թվում է հարցից մեկն է, որ ես վերջին 30 տարվա մեջ ինչն է լավն է, ինչն է վատը, որն է ճիշտ բայրաձևը, որն է հայրենասիրությունը ոչ թե կենաց ասելով, այլ հայրենասիրությունը ինչ է։ Իսկ այդ հարցերի շուրջ ինձ թվում է շատ քիչ քննարկում ա եղել, որովհետև մենք ունեցել միջև սոցիալական հայկական աշխարհորությունը, սեփետություն բայց ունեցել է ինչ որ այն ինչ որ ասում ես, այն արժեքները եւ օրինակ որ եկեղեցիով կամ պատմական ընտանիքի բանով գալիս էր, հետո սոցիալության մեջ դա քանդվեց, ինչ որ նոր բաներ ստեղծվեց, եւ սոցիալությունից հետո մենք ստացանք լրիվ նոր իրավիճակ, որ ոչ մի բան չկա, սոցիալությունից մենք ստացանք ինչ որ հիշողության եւ վատ էլեմենտները մնացին, մենք ստացանք ինչ որ անհասկանալի եվրոռեմոնտի մի հատ մտածելակերպ որ պլաստիկից պատուանը դնում ես, ասում ես եվրոռեմոնտ է ու եթե դու հարուստ ես, եթե դու խելոք ես, ինչու հարուստ չես, այդ մոտեցումը դարավ մի հատ եւ այս իրավիճակի մեջ հայրենասիրությունը, սահմանադրությունը, օրենքը ոնց ինչքան կարեւորություն կա այդ ամեն ինչի, ինչ որ թե այդքան կարեւոր չի եւ մենք կարանք դա հանգիստ ուղղակի ժամանակը ինքը տեղը կբերի ամեն ինչ։ Ռուսերենում ես չգիտեմ մյուս լեզուները, բացի հայերենից միայն ռուսերենն եմ տիրապետում, որ կա բառ պատրիոտիզմ, չէ, եւ կա նացիոնալիզմ։ Նացիոնալիզմին բացասական երանգ են տվել, որտեղ նացիոնալիզմի վրա էր հիմնվում մարդակերությունը 20-րդ դարի երկրորդ համաշխարհայինում։ Չեմ կարծում, որ ինքը սխալ բառ է, ինքը ճիշտ բառ է, ու նացիոնալիզմը վատ բան չի։ Պատրիոտիզմին տեղ են տվել, որովհետև դա տարածքի եւ պետության պաշտպանությունն է։ Նացիոնալիզմը ազգի պաշտպանությունն է։ Հայերենում ոնց որ թե մենակ հայրենասիրությունն է։ Ենթադրվում է կամ ենթադրվում է, որ այս տարածքում միայն հայեր են ապրում, իսկ դա այդպես չի ու հեշտ լավ բան չի, որ մենակ հայեր ապրեն։ Այդպես չի եղել պատմության մեջ։ Հա, ու երբեք չի եղել, այո, այդ թուրքերի թեզն է, որ մենք մոնոէթնիկ պետություն ենք, բան ընդհանրապես ոչ մեկ չի ապրում, դա էլ է սուտ, իմիջիալուց ու առաջի անգամ է, բայց տոկոսայինով առաջի անգամ է իրականում մեր մեջ ապրում են մեր եղբայրները, ասենք, եզդիները, ասորիները, ռուսներ կան, մալականներ կան, միջև հիմա, ասենք, երբ որ Հայաստանի Հանրապետության հյուսիս եմ գնում, ես հիացմունքով, ասենք, մալականների գյուղերը, ասենք, այցելում եմ, որովհետև շատ բան են, էլի, ինձ արտառոց են, մի քիչ կոնտեքստից դուրս են անգնում ու ոնց որ ուրիշ երկիր հայտնվես։ Դա հայրենասիրություն բառն է, նաև ենթադրում է, որ դու պետք է ոնց որ ասած ազգայնական նաև լինես։ Այդ ազգայնական բառը ինքը այնքան էլ նացիոնալիզմի հետ չի բռնում ինձ թվում է, էլի, որովհետև այ ազգայնականի մեջ կա երևի Նժդեի ազդեցությունը, այդ ցեղակրոն հասկացողությունը երևի շատ է ազգայնականությունը բանանել եւ ինքը իր մեջ ենթադրում է որոշակի իդեոլոգիական, էլի, sense գաղափարական ինչ որ կոնտեքստ կա, որ դա պետք է լինի ավելի շուտ կենսական, էլի, ոչ թե գաղափարական։ Ես այդպես եմ կարծում։ Միգուցե ես սխալվում եմ, շատ մարդիկ, ասենք, իմ հետ չեն համաձայնվի, բայց ես մեր կազմակերպությունում ՈՄԱ-ում միշտ բան եմ անում, որ օրինակ 20 թվականին վառ ապացույց եղավ, որ ես ճիշտ էի։ Ես ինչ եմ ասում, որ մեր հետ կարան լինեն, ասենք, համ կոմունիստներ, համ ազգայնականներ, ինչ որ կուսակցության, ասենք, պատկանելությունը այդնել, ասենք, ընդգծված ունենան, կարան լինեն դաշնակներ, սոցիալ-դեմոկրատներ, կարան լինեն, ասենք, լիբերալներ, ու 20 թվականին մեր այդ մարտի դաշտ դուրս եկած իրոք հենց այդտենց էլ կար։ Կային, ասենք, համ բացահայտ հավատացյալներ, աթեիստներ, առաքելականներ եւ կային աթեիստներ, կային ուրեմն բողոքականներ, եվրոպական բողոքականներ, որ մեր մոտ գիտեք հիմա մի քիչ տարածում են ստացել, եվանգելիստներ ու նմանատիպ, ասենք, Ատպաչկովոնի կազմակերպություններ։ Նույնը կուսակցական առումով դաշնակներ ունեինք հեղափոխության պաշտպաններ, այդ
քայլող կուսակցության ոնց որ առաջատարներն էին։ Կարճ ասած դա նորմալ է, որ դու կենսական, то есть բիոլոգիչսկի մոտենաս այդ հարցին, էլի դու քո ազգը սիրում ես, որովհետև ինքը քո ազգականն է, ինքը քո եղբայրն է, ինքը քո ընտանիքի մի մասն է։ Իմ հալալ աղբերը ես մեկ-մեկ բանը երեխեքին իմ արդեն երեխեք որն է մեծ տղամարդկանց երկու զավակ ունեմ, իրենց մեկ-մեկ հոպարի հետ կապված, երբ որ իրանք հարցնում են, ասում եմ, գիտեք ինչ, ինքը իմ աղբերն է, ես իրան շատ եմ սիրում։ Բայց մենք այնքան տարբեր ենք ու այնքան բացասական եմ ես վերաբերվում իր օտարության մեջ ապրելուն, Հայաստանի խնդիրներով ընդհանրապես չհետաքրքրվելուն, իր համար Հայաստանը մենակ մեր ընտանիքն է։ Մնացած Հայաստանին ինչ ուզում առնի, իր համար մեկ է։ Ես ասում եմ ու իմ մոտ, ասենց եթե կոպիտ ասեմ, ես իրան սիրում եմ, բայց չեմ հարգում։ Այդտենց վերաբերմունք կա, բայց սիրել դա նշանակում է իր համար ես ցանկացած բան կանեմ ու եղել է դեպք, երբ որ ես գնացել հասել եմ իր բնակավայրը հանցագործ աշխարհի հետ խնդիրներ էին ունեցել իր փոքր 15-16 տարեկան երեխաները։ Դա նորմալ է։ Դու պետք է սիրելով ամեն ինչ էլ տաս, բայց պարտադիր չի դու նույն ձևով մտածես, ոնց որ այն մարդը ում սիրում ես։ Հետաքրքիր բան է սիրո, որովհետև իսկապես այդպես բան կա, որ կա աղբերություն, կա ընկերություն, եւ ընկերությունը ավելի բարդ, որովհետև աղբերությունը դա չի նշանակում, որ դուք մի քիչ համաձայն չեմ Ռուբեն ջան, որ ավելի բարձր է։ Ուրիշ հարցության մեջ է։ Հա, ինքը ոչ թե սենց է, այլ սենց է։ Ինքը կարող է հատվի ու եղբայրդ լինի ընկերդ, կարող է հատվի ընկերոջդ, ասենք, քրոջ հետ ամուսնանաս եւ այլն։ Համաձայն, բայց հետ գալով այն ինչ որ դու խոսում ենք տարբեր մարդիկ գալիս են դառնում են Օբամայի անդամ եւ ծառայում են կամավոր։ Բայց հարցից մեկ որ կայնած է հայրենասիրության շուրջ, իսկ ինչն է ազգային հայրենասիրություն, հայ ազգի, որը ապրում է եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս, մենք ունենք ժողովուրդ, որ ապրում է Հայաստանի պետության մեջ, որի մեջ կարող են ոչ հայերը եւ ոչ քաղաքացիները հայաստանցի, որոնք մենք ունենք հնդիկներ, ունենք ուրիշ մարդիկ, որ գալիս դա ապրում են աշխատում են, իրանք էլ են այս վերջո այս ժողովուրդը որ ստե ապրում է։ Եվ ունենք Հայաստանի քաղաքացի, որոնք կարող ապրի Հայաստանում, քաղաքից դուրս։ Եվ ինձ թվում է այդ իրար մեջ բանը շատ առանձին մի հատ խնդիր է հասկանալ տարբերությունը ազգային։ Դու կտաս ընդհատեմ։ Իհարկե։ Էլի մեր գումարտակին է թամ, էլի։ Ուրեմն ես մարտական խաչ 3 հոգու եմ ներկայացրել, 4-ը մարտական խաչ է ստացել մեր գումարտակը, առաջի, երկրորդ աստիճան, ուրեմն 3-ից մեկը ազգությամբ հայ չէր։ Ազգանունն էլ վառ արտահայտված ուրիշ ազգի պատկանելություն էր, ես չեմ կարող ասեմ իրան, դա հերիք չի, ինքը նույնիսկ Հայաստանում չի բնակվում։ Ոչ հայերեն հետնել հայերեն գիտի, ասենք իր ծնողներից մեկը հայ է, բայց ինքը օտար ազգի է, ինքը օտար երկրի քաղաքացի է, երկրորդ քաղաքացիությունն է ստացել։ Կարճ ասած դա մի քիչ էլ բան է, էլի ասենք, պետք է վերաբերվես դրսում ապրող քո ազգականը, դու իրան սիրում ես փոխադարձ սեր ես ստանում, չպետք է կթուկովի տեղ էլի, ասենք սփյուռքին վերաբերվես եւ ցանկացած այն մարդուն, ով որ Հայաստանի նկատմամբ ինչ որ ջերմ զգացմունքներ ունի։ Եվ Հայաստանում ապրող այլազգներ կան, որոնք որ ոչ պակաս, նույնիսկ շատ ու շատ հայկական ընտանիքներից ավել են տվել այս երկրին ու նույնիսկ հայ ազգին։ Պիտի մի քիչ ավելի բան ելնենք, էլի հաշվի առնենք, որ ցիվիլիզացիան մի քիչ բան է այդում, էլի զարգանում է ոչ միայն արունակից կապով, այդ բանն է, էլի այդ տարբեր։ Բայց մի հատ հարցից մեկն է, որ դու էլ ես էլ մեծացել ենք երկու լեզվով խոսելով ռուսական մշակույթի, ռուսական դպրոց են գնացել, ռուսական կրթություն են ստացել եւ Հայաստանում կա մոտեցում ոչ բոլորից, բայց դու չես կարող ես հայերեն ասել, հայերեն չգիտես։ Օրինակ դե ջոկատներում գիտեմ, գալիս են մարդիկ, որ հայերեն չեն խոսում, բացարձակ մի բառ, բայց իրանք հայերեն են ազգում, իրանք որոշել են կամավոր գան ծառայելու եւ Ռուսաստանից եւ ուրիշ երկրներից արևմտյան։ Քո վերաբերմունքը հայերենասերը կարող է լինի մարդը, որը մեծացել է ի վերջո ձևավորվել է որպես մարդ, ունենալով ուրիշ լեզու, ուրիշ մշակույթի մեծ ազդեցություն, որտեղ դա հարցից մեկն է, որ հաճախ շուրտված հայ, չգիտեմ, հայ չի, որտեղ կինը հայ չի կամ չգիտեմ ինչ որ բան կամ ինքը ինչ որ բանով չի կարող խոսալ մաքուր հայերեն, չնայած մաքուր հայերենը որն է այդ առանձին խոսակցությունը, բայց քո վերաբերմունքը այդ հարցի շուրջ։ Ժամանակին իմ համար ծանր հարց ա եղել,
որովհետև երևի միջև 80 թվերի սկիզբ շատ հաճախ իմ վրա պրես ա եղել, որտեղ իմ ազգանունը պարսկական վերջավորություն չունի, այլ ռուսական, ես նկատի ունեմ Յան չի, այլ որ հայերը չի, որ դա Յանը պարսկական, ոչ բոլորը գիտեն, որ դա պարսկական, որ մենք ունի պիտի ունենայինք, բարձր ունի, մենք պետք է ունենայինք ունի, անց, թեկուս յանց ovց, այսինքն վերջավորություն, բայց ոչ թե յան ու ոչ թե ով։ Բայց դա նորմալ է ու մինչև 80 թվականների սկիզբը ինձ վրա պրես ա եղել, հաճախ լսել եմ նույնիսկ այնց երևի դրա պատճառով էր, որ ես շատ ասենք կատաղած երիտասարդ եմ եղել կամ երեխա, նույնիսկ մականուն էին փորձում կպցնեին սկզբից կատաղ, հետո չեմ ասի ինչ, բայց ես միշտ մականունների դեմ պայքարել եմ, ինձ դուր չի եկել, ես միշտ ասել եմ, ես Վովան եմ, իսկ ձեր համար Վլադիմիր։ Ուրեմն բանը ինքը մի քիչ ծանր է, բայց հենց մեր ընտանիքի օրինակով լավ երևում է, մենք ոնց որ թե պաշտպանված ընտանիք էինք, որտեղ երկլեզու ընտանիք էինք, դեռևս 1807 թվականից իմ նախնին, երբ որ գնացել է Թիֆլիս ռուսական ցարի Կովկասի լեռնաշղթան հաղթահարելուց հետո, գնացել էր Թիֆլիս ծառայելու Զանգեզուրից, իրենք միշտ երկլեզու են եղել, բայց ոնց ենք պաշտպանված, եթե ես գրագետ ռուսերեն խոսալ գիտեմ, իսկ հայերեն գրագետ խոսալ չգիտեմ։ Եթե ես շատ անգրագետ եմ հայերեն գրում, իսկ գրում եմ բավականին գրագետ ռուսերեն։ Եթե ես ռուսական գրողներին ավելի լավ եմ ճանաչում, ոչ թե անունները, այլ իրենց աշխատանքները, քան հայկական գրողներին։ Եվ արտասահմանյան գրողների գիրքերը կարդացել ես մեծամասնությունը ռուսերեն, վստահ եմ։ Մեծամասնությունը չէ, լրիվ։ Լրիվ։ Ես հայերեն կարդում էի մենակ հայկական պատմավեպերը եւ հայկական տարբեր պատմիչների աշխատանքները։ Եվ ինչ են կարծում։ Չեմ կարծում, որ այդ սպիտակ գենոցիդը, սպիտակ ասիմիլյացիոն այդ process-ը առանց յաթաղանի վտանգի, որ ինքը պակաս վտանգավոր է, էլի, ինքը պակաս վտանգավոր չի եւ այդ երկլեզվությունը չի կարա հավասար լինի։ Անպայման ինչ որ կողմ լինելու է, ասենք, բան, էլի, ասենց կշեռքը մի քիչ թեքվելու է։ Եվ քանի որ մենք ռուսական պետությունը մեջ էինք ապրում 200 տարի, իսկ հիմա պետության ազդեցությունը ռուսական մեր անկախանալուց հետո մի քիչ թուլացել է, դա բերելու է ոնց որ ասած վակուումի ու մարդիկ դառնալու են անգլիախոս, հայախոս։ Ոչ թե հայ, ոչ թե այդ է խնդիրը, որ ոչ թե հայերենն է ուժեղանալ, այլ անգլերենն է։ Այո, դա շատ վատ բան է, դա այդ ռուսերեն ասացված կա, թու նորից ռուսերեն, Свято место пусто не бывает, հա, այդ ասացվածքը ինչի մասին է, որ եթե մի կարևոր զանգված մարդու մեջից կամ ինչ-որ տեղից հանում ես, անպայման ինչ-որ մեկը կամ ինչ-որ մի բան կգա կզբաղացնի այդ դադարք տեղը։ Եվ չեմ կարծում, որ ասենք մենք էլի ռուսերեն շիլը նամիլը չենք փոխում։ Մենք մեր կարծիքով կոլոնիալիստ, եսի մի ինչ իմպերիալիստ ռուսականից հրաժարվում ենք, ոչ պակաս այդ ամեն ինչը պիտակավորած անգլիականին ենք անցնում, որովհետև եթե ինքը չլիներ իմպերիալիստ ոչ ռուսը, ոչ անգլերենը, մենք այդպես մի ցանկություն էլ չենք ունենա իրանց լեզուն սովորենք։ Լուծումը որն է, որտեղ նայ, մի կողմից ես էլ դու ճանաչում ենք մարդիկ, որ իսկապես շատ հայրենասեր են, առանց հայերեն իմանալու։ Մենք ունենք շատ հայեր, որոնք ունենք իմ դասանգերները, որը իմ հետ սովորեն դպրոցում։ Դուրս են եկել Ռուսաստան, ու իրանց երեխեք հայերեն չեն խոսում։ Իրանք դուրս են եկել Հայաստանից 20-25 տարի առաջ, 90-ական թվականներին, եւ լինելով համ հերը հայ, համ մայրը հայ, երեխեք հայերեն չեն խոսում։ Ես գիտեմ ընտանիքներ, որը երեխեք լինելով 100-ով հայ, հայերենը սովորել են ու դրսում մնալով դառել են հայրենասեր մարդիկ, բայց իրանք 100-ով են հայ։ Այդ ինչքանով է հայ, խոսում է չի խոսում հայերեն, վերաբերում հայրենասիրության, լորն է լուծումը, այդ ռուսերեն անգլերենը, որը ճնշումը ոչ թե մենակ մեզ, մենք պետք է հասկանանք, որ այդ ճնշումը գնում է բոլոր փոքր ազգերը ստանում են նույն ճնշումը այդ բանը։ Եվ ի՞նչն է լուծումը, որտեղ հայրենասիրությունը եւ այն ինչու մենք խոսում ենք ի վերջո ոչ թե կենաց ասելը, այլ իսկապես հայրենասեր եղելը, դա այն ինչու դուք փորձում եք անեք, անվտանգությունը քո վրա է կախված, քո հայրենասիրությունը գալիս է ոչ թե լավ ես թվատ ես գրում հայերեն, ի վերջո դու ոնց ես
պատրաստ քո կյանքը, քո ապրելաձևը նվիրես հայ ազգին, հայ պետության, թե չէ, ինձ թվում է դա հարցերից է որ դու պատասխանում ես, թե չէ։ Ես երբ որ բան եմ անում, տարանջատում էի ռուսական պատրիոտիզմը եւ նացիոնալիզմը, որ կարծում եմ մեր մոտ հայրենասիրությունը մեկ է, ես այտենց էլ ապրել եմ։ 89 թվականի օգոստոսի 2-ին սովետական դեսանտնիկի օրը ես Ծիծեռնակաբերդում ֆիդայի երթում եմ տվել եւ համոզված եմ, կարող է սխալվում եմ, բայց համոզված եմ, որ ոչ մի անգամ չեմ խախտել այդ երթումը։ Իմ օրինակը մի քիչ բանն է, էլի, այդ առումով երկրին ծառայելու ինքը դա օրինակ չի։ Ինչի՞։ Բնականաբար ամենաճիշտ օրինակն է։ Չեմ կարծում, որովհետեւ մարդը այ ոնց որ հայերեն լեզվում պետք է բանն լինի, իր համար գլխավորը լինի, հետո սովորի ռուսերեն, պարսկերեն եւ այլն։ Օրինակ իմ տատին ինքը հայերեն գլխավոր իր լեզուն ա եղել, իրենք ապրում էին իրենց տոհմը 250 տարուց ավել ապրելա բանում, Նուխի քաղաքում, այսօրվա Շաքի քաղաքն է, եւ տիրապետել էր տատիս համ ռուսերեն, համ ֆրանսերեն, համ պարսկերեն, համ թուրքերեն, համ վրացերեն, որովհետեւ մի սերունդ էլ արդեն ապրել էին Վրաստան, բայց գլխավոր լեզուն տատի հայերենն էր։ Այտենց պիտի կառուցեինք, ասենք բանա, նույն ձևով ես չեմ կարծում, որ ամեն ինչը թողած պետք է զբաղվես միայն ազգայինով։ Դու նույնիսկ փոքր յաչեյկեն ազգի այդ բանը ընտանիքը երբ որ զարգացնում ես, չմոռանալով ազգայինը, դա ավելի ճիշտ է ու ավելի մասսայական պետք է լինի նման վերաբերմունքը, ոչ թե մենակ, то есть առաջնահերթ, ոչ թե մենակ, առաջնահերթ ազգը։ Ազգը էլի կարևոր է, բայց դու ամենակիչը պետք է ստեղծես ազգի մյուս հատվածների համար, ասենք, ես նկատի ունեմ ընտանիքի անդամների համար բարեկեցիկ նորմալ պայմաններ, եթե հնարավորությունը ունես ու դրա հետ միասին աշխատես ազգայինի վրա։ Նույն ձևով նայեք, երբ որ երեխաները մեր ընտանիքում ծնվեցին, ես շատ քիչ եմ զբաղվել իմ երեխաներով, դա այնքան էլ ճիշտ չի ու շնորհակալ եմ կնոջս, որ իմ երկու զավակն էլ մեծացել են հայրենասեր, արդեն իրենց զինվոր դառնալուն 10 տարեկանից ես եմ զբաղվել, բայց միջև այդ ես ապրելով ուրիշ հարթության մեջ, այսպես ասած, ես գրեթե չեմ զբաղվել իմ երեխաներով։ Ես հիմա թոռ ունեմ ու թոռանս գրկում եմ ու ես հասկանում եմ, որ ես ինձ էլ եմ բան արել, ոնց որ ասած նեղացրել եմ, կտրել եմ այդ ամեն ինչից, ես այդ ջերմությունը չեմ զգացել իմ ձագերի, իմ որդիների, որովհետև ես իրանցով չէի զբաղվում, ընդհանրապես ես իմ առաջնեկին գրկել եմ 6 ամսեկանում, երկրորդին գրկել եմ 4.5 թե 5 ամսեկանում, ես իրանցով չէի զբաղվում, դա մյուս ծայրահեղական մոտեցումն է, որը որ իմ օրինակը չեմ կարծում, որ մասսայական պետք է ասենք ընդօրինակ են, էլի դա այն վաղտ այդ պայմաններն էր, ֆիդայություն էր պահանջվում, սովետական մեծ հզոր կայսրության մեջ մենք հային պաշտպանում էինք շատ հաճախ ոչ միայն Թուրքից, այլ նաև ռուսական կայսրության, Սովետ միության տեսքով, ասենք, տարբեր ոտնձգություններից ուժային ու դրա անհրաժեշտությունը կար։ Հիմա ունենք պետություն ու պարտադիր չի մարդը իր ամեն ինչը մոռացած, ոնց որ ասած։ Բայց ամեն ինչ մոռացած չկրես որ խոսքը դրան, բայց որն է առաջինը կարևոր, որն է երկրորդը։ Իմ վերջով այդ կարևոր հարցերից է որ մենք պետք է քննարկենք։ Հայը որոշել է, արդեն հիմա չէ, տարեր առաջ, որ ընտանիք ամենակարևորն է։ Եվ դրա համար տարբեր որոշումներ է կայացրել հայը, որպես ես համաձայն եմ, որ ընտանիքն է կարևոր։ Եվ նա ինչ դու ասում ես, ընտանիքն է կարևոր եւ ընտանիքը գաղթելը, ընտանիք փրկելն է, չէ՞, գաղթելու։ Չէ, տենց որոշում, իմ չի ասում դա ճիշտ որոշում, ասում բայց մեծամասն ասում ենք ես կարամ, ես իրավունք չունեմ, ես իմ պաշտպանեմ իմ ընտանիքը, իմ ընտանիք պաշտպանելու երկու ձև ունեմ, կամ պիտի ստեղծեմ ուժեղ պետություն, ուժեղ երկիր եւ երկրորդը չեմ ուզում ես գնամ ուրիշ տեղ, որ ավելի ուժեղ պետություն կա, իմ ընտանիքը պահպանում եմ, դրա համար այդ բանաձևը կա, հետ գալով քո բան մտքին իհարկե մենք ունեցել ենք յուրահատուկ ժամանակ, որ քանդվել է կայսրությունը, ծանր բաներ ա եղել, բայց ի վերջով ինչ որ արժեքներ, ինչ որ բաներ, մեկը դու
Կարող չես զգացել, բայց դրվել է ընտանիքում եւ քո կինը շարունակել են ինչ-որ բաներ, որ դու արել ես, դա ճիշտ է։ Ես ուղղակի ուրիշ հարցի մասին եմ ասում։ Մենք ունենք հիմա շատ յուրատուկ իրավիճակ։ Մենք ունենք 90% Հայաստանում ապրող Հայաստանի քաղաքացիները հայ են եւ դավաճաններին որ բռնում են Հայաստանի քաղաքացիներ են բռնում, որոնք միակ հայերեն են խոսում, ռուսերեն, անգլերեն չգիտեն, բայց իրանք $200-400 ծախվել են, հիմա պարզում է, չգիտեմ, տասնյակ մարդիկ բռնում են, ինձ ամենավատ ես զգացում ունեմ ոչ թե օրինակ դավաճան, ինչ գումարներ են վաճառել եւ ոնց են վաճառել, բայց այդ թողի մի կողմ իրենց։ Վերաբերմունքը հայրենասիրության վերջը դա մենք շատ ենք ասում, կենաց ասել կամ ինչ-որ բաներ անել, որը ձևական է, ավելի քան թե իրական։ Ունեք օրմածի մայրս, որ հայ էր, երբ որ իմ տղես կամավոր որոշեց գնաց ծառայելու Ղարաբաղ 15 թվականին, իմ կնոջս, որը հայ չէր խոսում 3 ամիս, ասում էր դու ինչ մայր ես, որ թողել ես, որ քո ամուսինը իմ տղես տենց թույլ տա, որ ինքը գնա կամավոր ծառայելու։ Ես ասում եմ, մամ, դու ոչ մի բան չես խառնել, ռուս կինը համաձայն է, որ իր տղեն գնա Ղարաբաղում ծառայի, իսկ դու հայ ելնելով չես թողում, չի ասում, դա բան է, ընտանիք այդ կյանք ավելի կարևոր քան թե ինչ եմ ուզում ասեմ, շատ լուրջ խնդիրն է գայց, ընտանիքի կարևորությունը եւ բանը։ Դա ընտանիքի կարևորությունից չի։ Դա գալիս է այդ լոմկը սազնանի, որը որ կայսրության քանդվելով աշխարհի փոփոխության հետ ավելի շատ կապված, երբ որ սոցիալիստական թեկուս կեսով ֆիկտիվնի սոցիալիստական պետությունը մտավ վայրի կապիտալիզմի մեջ, այդ խառը իրավիճակում շատ բան խեղաթյուրվեց։ Ես օրինակ որ ասում եմ իմ օրինակը այնքան էլ ցանկալի չի, որ մարդիկ այդ ճանապարհով գնան, որովհետև հիմա ունենք ազգային պետություն։ Մենք ունենք հայերի երկիր, փոքրիկ Հայաստանի չնչին մասն է այսօր Հայաստանի Հանրապետություն կոչվում։ Ու երբ որ դու ընտանիքդ պաշտպանում ես, պարտադիր չի դու ընտանիքդ պաշտպանելուց վերցնես իրան, տանես Ուկրաինայի Դոնեցկը, մեկ էլ ասենք վրեդ ռումբները զգաս որ ինչ է տարբերությունը։ Դու կարաս ընդամենը այդ ժամանակին ներկայանաս որտեղ պետք է ու առաջնագծում պաշտպանես, որ թուրքական սնարյադը իր վրա Երևանում չընկնի կամ ասենք Աբովյան քաղաքում կամ Հրազդան քաղաքում, հասկանում եք, իրավիճակը փոխվել ու ընտանիքը մեկը էլի ամենակարևորն է ու ընտանիքի նկատմամբ բանը այդ մոտեցումը ընդհանրապես դու պետք է կարողանաս մարդուն դաստիարակես այնց որ ընտանիքը այդ իր մամա, պապան, քույրիկ աղբերը չեն, այլ նաև պապայի քույրիկ աղբերը, պապու քույրիկ աղբերները իրանց ժառանգներով, то есть ինչքան մարդը ավելի լայն է ընդունում իր ընտանիքը, այնքան ինքը մեծ ավելի աշխարհայաց ունի, այնքան ավելի գիտակցաբար, ոնց որ ասած հայ է։ Համաձայն եմ, մենք տեսնում ենք իրավիճակ, որ բնակարանի մաքուր է, բնակարանից դուրսը արդեն մուտքը ոչ մեկ չի մաքրում, չէ՞։ Դա մտածելակերպը ոչ թե մենակ անվտանգության եւ անվտանգության մեջ։ Դա հենց նույն բանն է, իրանք դեռ, ասենք, այդ բանը չեն հասկանում, որ էսի իրենց տունն է, էսի իրանց երկիրն է։ Հիշում եք Սովետում շատ կարևոր մի հատ բան կար։ Ամեն ինչը ժողովրդական էր, ամեն ինչը։ Նույնիսկ պետական հիմնարկը, նույնիսկ մարդու բնակարանը ժողովրդական էր, որովհետև մարդը բնակարանի սեփականատերը չէր, ինքը վլադելեսն էր, սոբստվենիկը պետությունն էր։ Իրավիճակը որ փոխվեց, երբ որ սկսեցին արդեն սեփականատիրոջ թղթեր տալ, բան այնտեղ, նույնիսկ այն վիճակ եղավ, որ մարդուն բանից, ոնց ասեմ, գետոյի պես sense մի հատ վատ իրավիճակից հանում էին կոմպենսացիա տալով, ինքը բունտեր էր անում, կռվում, պայքարում էր, պետք է հասկանանք, որ այս ամեն ինչը մեր ընդհանուրն է։ Հիմա եթե ես իմ սեփական տան մեջ իմ կաբինետը, եթե կառուցելուց, սարքելուց նեղություն տար կդրեի խոսքի երեխեքի ննջարանից կամ ասենք որդիներիցս մեկի ննջարանից, դա ոնց որ ասած ամբոստանալու տեղ կտար, բայց եթե ես ընդհանրապես շենացնում էի այն հատվածը, որը որ գարաժ էր, գարաժը դարձրել եմ բան, նույն բանը պետք է հասկանանք, որ մենք պետք է շենացնենք այս երկիրը ու շենացնենք ոչ թե այն արդեն շեն է, ինչը շեն է, то есть ռասպիլի բաներ չանենք, էլի ոնց որ Երևանի ասֆալտը ամեն տարի, չգիտես, խի թարմացվում էր տասնյակ տարիներ։ Այն դեպքում, որ ուրիշտեղ ճանապարհները սարկած չէին։ Դա ընդհանրապես դա ուրիշ հարց էր լուծում, բայց
ասֆալտի դեմ պետք է կատարյալ, ասենք դմբոլ լինես, որ գրունտային ճանապարհը, ասենք ասֆալտի են վերածում ու ասես ասֆալտ չեմ ուզում։ Նույն ձևով, ասենք, պետք է մոտեցումը լինի ոչ միայն սեփականության հարցում անշարժ գույքի, այլ ամեն ինչի, այս ամեն ինչը քո սեփականն է։ Պետք է այդ գիտակցությունը լինի, երբ որ դու սկսես գիտակցել, որ այս քաղաքը քո սեփականն է իրականում, որտեղ դու ես ընտանիքի մի մասն ես, այստեղ ապրող, այս ընդհանուր ժողովուրդն էլ քո ընտանիքն է, դու մաքուր կպահես քո տունը։ Իսկ երբ որ սովետի ժամանակ բաներ մեր մեջ մտնում էին, որ այս ամեն ինչը ժողովրդական է, իրականում դու ոչ մեկինն է, մարդիկ հավեսով գող էին, հավեսով գողանում էին ու նույնիսկ դրա մեջ ամոթան իհարկե, բայց համենայն դեպս մասսայական, պետական ունեցվածքը այդ մասը մենք վերցեցինք, բայց դա մասը չէ։ Նույնիսկ գողական աշխարհում, եթե դու ինչ-որ մարդուց էիր տանում, քեզ այնքան էլ լավ չէին նայում այն վաղ։ Այ եթե պետությունից ես տանում, հալալ է քեզ, հասարակությունն էլ ընդունում էր, նորմալ է, այ մենք չենք գիտակցում, որ էսի մեր ընտանիքի տունն է։ Իսկ դա ով պիտի ապահովի։ Դու ինչ որ ասում ես, ես քո հետ լրիվ համաձայն եմ, բայց մենք տեսնում ենք, որ 30 տարի մենք հանգիստ եւ որպես հասարակություն եւ որպես պետություն հանգիստ ընդունել ենք, որ օրինակ շենքերը կառուցում են կռվող երկրում առանց բոմբոբերությունների։ Մենք հարց եմ տալիս, ինչի ամեն մեկը որ բնակարանը առնելուց ասում են ժողովուրդ կներեք, իսկ որտեղ ով է ապահովելու իմ անվտանգությունը։ Ոչ մեկ չի հետաքրված հասկանա, որ ի վերջո այդ հարցեր տալը եւ պատասխանատվություն քո վրա վերցրել, որ դու ոչ թե մենակ պահանջում ես ինչ-որ մեկից, բայց դու ես քո վրա պատասխանատվություն չկա։ Հիմա անվտանգության հարցի մասին են գալիս, մենք խոսում ենք, մենք բարձր ենք, ազնիվ ենք խոսում, մեծամասնությունը ժողովրդի պատրաստ չի իր անվտանգությունը ապահովի ինքը իր լուման դնելով, փոճուր թե մեծ։ Մենք ունենք իրավիճակ, որ 80% մարդիկ ասում են անվտանգություն ինչ-որ մեկը պիտի ապահովի։ Ռուսաստանն է, Եվրոպան է, պետությունը։ Հա, բայց մենք չէ։ Եվ դա ի վերջո կողմնոր դիրքորոշում է, որ բերում է այն, ինչին բերում է, որ մարդը ասում է, ես ինչ մեկը ինձ չի ապահովել, ես իրավունք ունեմ գողանամ, ես իրավունք ունեմ դժգոհորնեմ, ես իրավունք ունեմ գնամ ստեղից ուրիշ տեղ։ То есть դու ինքդ քեզ իրավունք ես վերցնում, որ այն ժամանակ ես նեղացել եմ կամ ես իրավունք ունեմ ինչ սխալ պահելու։ Համար այդ սոցիալական կոնտրակտը որ պիտի ստեղծի, որ դու ես պատասխանատու, ի վերջո դու անում ես կամավոր այս հավաքները։ Ու տեսնում ես մարդիկ կա, որ ասում են ես չնայած Հայաստանի քաղաքացի չեմ, գալիս եմ, բայց ես իմ որոշել եմ, որ ես պիտի կամավոր ստե ծառայեմ։ Մարդ կա, որ պարտադիր է ծառայել, չի ուզում ծառայել։ Եվ դա նորմալ է ընդունվել, չէ՞, մենք ի վերջո մնացել ենք հասարակություն, որի մեջ մեծամասնություն չեմ ուզում անուններ տամ, երեխեքը կամ չեն ծառայել կամ պսևդո ծառայել են։ Իրանք պսևդո ծառայություն են հասկացել եւ դա նորմալ է ընդունվել։ Մենք զինվորի նկատմամբ հարգանք չենք ստեղծել 30 տարվա մեջ, մենք հասարակության մեջ կռվող երկիր լինելով կասեր զինվորի նկատմամբ, բայց ոչ հարգանք։ Հա, կասեր։ Բայց հարգանք չկա, այն ինչ որ ուներ նույն Իսրայելում, որ չծառայելը դա խայտարակություն է, դա երեխեն վատ է իրան զգում, որ դա ոչ թե դա օրենքով ինքը պետք է ծառայի, ամոթ է իր համար, որ ինքը չծառայի, որտեղ ոնց է իր հասարակության մեջ ոնց է նայելու ուրիշների էսնեի, որ ինքը չի ծառայել, չէ՞։ Ինչը մենք ճիշտ չենք արել, ինչն ենք մենք սխալվել, որ այս 30 տարի մեջ լինելով հաղթած երկիր, ի վերջո ունենալով այդքան պատմական մեր մեջ այդ արժեքները, այդ հիշողությունը, ու մենք մեջ կարողացանք ձևավորել այդ հարգանքը եւ այդ վերաբերմունքը, որ հասարակության մեջ զինվորը, սպան դա հարգված եւ ամենակարևոր անդամներից մեկը լիներ։ Շատ կարևոր է, որ մենք ամենակիչս մեզ չխաբենք։ Մենք շինարար ազգ ենք, մենք քարից եսի ինչ ենք անում, մենք հաղթող ազգ ենք, այդ սաղ ստերեոտիպներ են, որոնք մեզ հաղթական ազգ ենք, այդ սաղ ստերեոտիպներ են, որ խանգարում են մեզ ապրել։ Հрьяան հաստատ քոչվոր ժողովուրդ էր, քոչում էր տարբեր երկրից, որտեղ իր արմատները, ասենք, Պաղեստինում էին, իսկ Պաղեստինան այդ վաղ թուրքական կայսրության մի փոքրիկ հատված անգլիական կայսրության ձեռքն ա եղել։ Բայց երբ որ իրավիճակ փոխվեց, ինքը պարզվում է կարողացավ այդ երկրում դառնա տեր, այն աստիճանի տեր, որ հիմա այնտեղից կես միլիարդ արաբները իրանց չեն կարող քերեն ոչ մի ձևով։ Մենք պիտի հասկանանք մի բան, որ ժամանակ շատ քիչ է անցել մեր անկախանալուց, դրանից առաջ քանի տարի Երևի Անի Շիրակյան թագավորությունից էս կողմ մի փոքրիկ հատված ա եղել կիսաանկախ վիճակ,
դա Արցախում այդ Խամսայի մելիքությունները եւ Դավիթ բեկի հանրապետությունը ստեղծած, դա շատ կարճ ա եղել ու չի հասցրել ինչ որ ուղեղի մեջ ինչ որ նստվածքներ թողի հետագա սերունդների։ Այդ մարդիկ, որոնք այդտեղ ապրում էին, կարող է լավ էլ գիտակցում էին, թե չէ 30,000-անոց բանակով հնարավոր չէր այդ գելու գազաններով շրջապատված Դավիթ բեկի ստեղծած պետությունը, որ պահեին այն աստիճան, որ նույնիսկ Քյոփորլու Փաշան չկարողացավ հեշտությամբ վերցնի իր 250,000-անոց բանակով, իհարկե բոլորը չէր մտել Արցախ։ Մենք այդ հիշողությունը չունենք։ Հրեաների օրինակ իմիջիալոց մեր համար բավականին ուսանելի պետք է լիներ։ Ինչն է պատճառը, որ մենք հրեաների փորձը չենք հաշվի առնում, դա ուրիշ խնդիր է, դա ինձ դուր չի գալի իհարկե, ես ոչ մի բանի անձի չեմ, ես նույնիսկ թուրքաֆոբ չեմ։ Շատ նորմալ եմ ընդունում, երբ որ իմանում եմ մեկի կինը թուրք է, որը մնացել է այստեղ, բան ու նորմալ հայ երեխեք է դաստիարակել։ Ես այդ կենթանական բանը ատելություն ուղակի չսիրել ոչ մեկի նկատմամբ չունեմ ու պատրաստ եմ նույնիսկ մեզ սպանող թուրքի, ասենք, փորձը, եթե պիտանի է, ասենք, վերցնեմ։ Այդ ոնց է, ասենք, սաղ փորձում են բայրակտար բան անեն, կոպի անեն, 20 թվականին դե այդ սութի միֆը ստեղծվեց, չէ, որ բայրակտարը շատ ուժեղ հազարաթարս լուծող զենք է, բայց մնացած բաները չի կարելի վերցնել, ասենք, հրեաներից։ Հրեաների պետության նկատմամբ փորձը ինչ է ասում, որ ամենը քիչը 30-40 տարի Իսրայելը որպես Իսրայել կենսունակ չէր։ Ուղղակի կենսունակ չէր։ 67 թվականին, 73 թվականին ինքը սենց մի կերպ կարողացավ պահել այդ վրա այդ պատերազմներից հետո, դրանից առաջ ինքը ընդհանրապես կցորդ էր անգլիական, ֆրանսիական, ինչ-որ բաներին, ամերիկյան, դե բանա Սուեցի վրա հարձակվելը ամերիկան դեմ էր 56 թե 58 թվականին, հա, ուզում եմ ասեմ, իրանք էլ այնպես չի էլի, որ միանգամից հասկացան, որ էսի իրանց պետությունն էր։ Ну, կարելի ասել, որ իրանք 2000 տարի պետություն չեն ունեցել, դրա համար մենք 1000 տարի չենք ունեցել, մենք երկու անգամ շուտ պետք է հասկանանք, այդպես չի, ընդհանրապես սերունդ պետք է փոխվի։ Օրինակ Պակալենիա Պեպսին, այս 90-ական թվականներին փոքր երեխաներ եղած կամ նոր ծնված երեխաները, շատ բացասական բաներ է մարդկանց մոտ առաջացնում, բայց ես տեսա, որ հենց այդ Պակալենիա Պեպսին տվեց բանը, այդ անկախության սերունդը ինքը տվեց 30,000 կամավոր։ 30,000, իսկ ցավոք ոչ պատրաստված, ոչ այո, դա ուրիշ խնդիր է, դա ուրիշ խնդիր է, եթե ժամանակ ունենք կանդրադառնանք, նայեք 89 թվականին այն վաղ ֆիդայական խմբեր էին կազմվում, պետք չի շփոթել բանա ուրեմն կամավորական ջոկատների հետ, այլ ֆիդայական փոքրիկ խմբեր էին կազմվում, որոնց կոորդինատորը փաստացի հայկական զինված ուժերի հրամանատարը Շահինյան Սամվելը ինքը ասում էր, որ 687, ես միշտ ասել եմ 500, ինքը ասում էր, չէ, ուղում էր ինձ, 687 հոգի ենք։ Փաստորեն Երկրորդ համաշխարհայինի այդ ստերեոտիպը հաղթած ժողովրդի մի մասը, հաղթած մարշալներ տված, եսի ինչ հայ ազգը, ընդհանրապես 687 կամավոր է տալի, բանից հետո, Սումգայիթից հետո, հասկանում եք, 687, իսկ Պակալենիա Պեպսին, պարզվում է այնքան էլ Պակալենիա Պեպսի չի, ինքը անկախության սերունդը, ինքը տվեց 30,000 կամավոր, դա շատ լուրջ թիվ է, ու եթե մենք պատրաստված մոբ ունենայինք, եթե այն մարդիկ, ովքեր որ ում մեջը կա, ասենք, բան, հայրենասիրություն եւ վատառողջ լինելով, իդեպ իմ մոտ ուրեմն գումարտակում 370 հոգուց 120 հոգին ընդհանրապես բանակ չէին ծառայել, կեսից ավելին լուրջ առողջական խնդիրների պատճառով։ Եթե իրանք գիտակցեն, որ իրենք եթե իրավիճակ ստեղծվի, թքած կունենան իրանց վայնկամատը կանչումա չի կանչում, դուրս կգան հայրենիք պաշտպանել ու գային պարապեին, մենք հաստատ ուրիշ իրավիճակ ենք ունենալու, առաջնագծում ուրիշ ձևի սահման էր լինելու ու այդ բանը
բավականին ռազմական տեսակետից անգրագետ մոտեցումը, որ թուրքը ավելի շատ է, ուրեմն ինքը պետք է հաղթի, ես միշտ օրինակ եմ բերում, նայեք, մենք մի սենյակում ենք, որտեղ 2 դուռ կա եւ 3 պատուհան։ Դուրսը հազարա թուրք լինի կամ զոմբի լինի այսօրվա կինոներից վերցրած։ Մեկը մտնելու են այս պատուհաններից ու այս դռներից։ Եթե չկարողանան շենքը պայթեցնել ընդհանուր։ Հա, բայց շենքը ընդհանուր զոմբիները չեն կարող տրաքցնեն, որովհետև իրանք այդ ամեն ինչը չունեն։ Ու եթե դու պատրաստված մարդ ունենաս ամեն պատուհանի մոտ մի հոգի ու դրան մոտ 2 եւ իրենց փոխարինող ունենաս, որ մի քիչ հանգստանան, քրդին կսրբեն, ջուր խմեն, բան պատրոնները բան։ Ուզումա դուրսը 1000 հոգի չէ, ուզումա 10000 հոգի լինի։ Այ մեր չպատրաստվածությունը բերեց շատ ծանր հետևանքների, բայց միևնույն ժամանակ ես ողջևորված էի 20 թվականին, որովհետև մենք 30000 կամավոր ունեցանք։ Դա լուրջ թիվ է, շատ լուրջ։ Ինձ թվում է մենք շատ կարևոր խոսակցություն ենք բացել, որ իսկ կուզենայի շարունակենք, որտեղ ինչա պարտությունը, որն է իսկապես իրականությունը ինչ ա եղել 20 թվականին, 20 թվականից հետո ինչ ա կատարում, կամավոր ծառայությունը ինչն է, կնոջ դերը, ինձ թվում է շատ հարցեր կան, որ ես կուզենայի մենք անդրադառնանք մյուս անգամ էլ եւ շարունակենք սա, ինձ շատ կարևոր է, որ ինչու մենք խոսում ենք եւ քննարկում ենք, դա էլ է լուրջ խնդիր, որ Հայաստանում ցավոք սրտի չկա այդ դաշտը չի ստեղ, որ մարդիկ կարողանան քննարկեն եւ խոսեն այն խնդիրների շուրջ, որոնք իսկապես շատ կարեւոր են Արցախի եւ Հայաստանի հարաբերությունների համար, որ շատ կարեւոր հարց է, որը չի քննարկում այդ լրջորեն ինչ է նշանակում եւ Արցախը ստանա անկախությունը, ոնց է լինելու Հայաստանի հետ հարաբերությունները եւ դա լինելու է Հայաստանի մի մարզ, թե լինելու է ֆեդերացիա, թե լինելու է ոնց դա ընդհանրապես այդ թեմաները մենք չենք խոսում, ինչու ձևով նույն հայ թուրքը լինել, հայ մուսուլմանը լինել Թուրքիայում 2.4 միլիոն, ոնց է մեր վերաբերմունք լինելու։ Ինձ թվում է շատ լուրջ հարցեր կան, որ ես կուզենայի մի հատ նորից մենք հանդիպենք եւ շարունակենք սա, որտեղ ինձ կարևոր է ինչ մենք խոսում ենք։ Ես հույս ունեմ, որ դա կարևոր է։ Սա խոսակցությունը գնաց բանի մեջ իմ անձնական մոտեցումների վերաբերյալ, որտեղ որ ես իհարկե արհեստաբարժ չեմ այդ ցախ թեմաների մեջ, որ շուրջ խոսացինք, բայց մի կարճ բան էի ուզում ասեի հենց այդ կոնտեքստում, որ եթե մյուս մեր հանդիպումը տեղի ունենա, խոսանք ավելի շատ անվտանգության մասին։ Մենք մի հատ շատ չար, ուրեմն համակեցության կանոնները խախտող, մարդկային բարոյական կանոնները խախտող մի հատ բան ունենք, նախադասություն ունենք, որը կիրառվում է հիմնականում տականքություն անելուց կամ մարդու սխալվելուց տականքություն անելուց։ Ես ինչ անում, ինձանից լավ տղա է, դա ինձ միշտ սպանել է։ Դու մեկին, չգիտեմ ինչի տղա ես ասում, ընդրա համար ինքը ինչ արեց, ու ասում է ինձանից լավ տղա է, որ ինքը էդի անում։ Այդ ինձ թվում է մեր ժողովուրդը հաճախ պետք է ասենք մի հատ հայլու մեջ նայի ու ասի ну что ты несешь, այն մի հատ ֆիլմ կա է, բան Նյու Յորքի բաները, բանդաները, դա այդ մի հատ ավազակապետ բան անում, չէ, չոր պաբիր, այդ ինչ ես ասում, դու այդ մենք պետք է հասկանանք, որ մեր խոսքը էլի մի հատ բան կա, ռուսական ասացված կա, հազար ներողություն, կրթությունը սա խոսում, ուրեմն слово не птица, улетит не поймаешь. Մենք պետք է հիշենք, որ մեզ ձևավորում է մարդ որպես մեր բառերը, որը մենք մտածում ենք եւ որը արտահայտում ենք, ոնց կարելի է վատ մարդու կամ վատ արարքի վրա ասել ինձանից լավ տղա է, ես խի անում։ Բա որտեղ հացը դեղ կաց։ Դա արդեն ուրիշ պրոբլեմ։ Դավայ, շատ շնորհակալություն, շատ շնորհակալ եմ եւ շնորհակալ հրավերի համար եւ շփվելու եւ խոսելու եւ քննարկելու եւ մտքերի փոխանակության։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։